Հիմա Աստծո խոսքին դառնանք, սիրելիներ, եթե ունեք աստվածաշունչեր կամ նոր կտակարաններ, կարող եք դարձնել Ղուկասի ավետարանի 6-րդ գլխից պետք է լինի մեր այսօրվա ուսումնասիրությունը, եւ ընթերցեմ ես Ղուկաս 6 27-ից 38 համարները, Ղուկասի ավետարան 6-րդ գլուխ 27-րդ համարից պետք է կարդանք։ Այս հատվածը Լեռան քարոզից է, սիրելիներ, որը կարող ենք նաև տեսնել Մատթեոսի ավետարանում 5-րդ գլխից սկսած, եւ տեսնում ենք այստեղ գերազանց եւ բարձրագույն իմաստությամբ Տեր Հիսուս Քրիստոսը սովորեցնում է կյանքի դասեր, գործնական դասեր, մարդկային հարաբերությունների մասին, հոգեվիճակի կամ հոգևոր մարդու ապրումների մասին։ Եվ անմիջապես երանիների եւ վայրից հետո մեր ընթերցած տեքստում տեսնում ենք այստեղ, որ Տեր Հիսուսը խոսում է սիրելու մասին, սիրել դիմացինին, նույնիսկ թշնամուց սիրել, ներելու, տալու, բարիք անելու, օրհնելու, աղոթելու։ Սա կյանքը, որ պետք է մենք գործնականում ապրենք, սա բարձրորակ եւ բարձրակարգ որակական կյանք է
ինչը պետք է արտահայտվի յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալի կյանքում, ինչպես պտուղները ծառի վրա են երևում, այնպես էլ այս բոլոր հատկությունները հավատացյալի կյանքում պետք է արտահայտվի։ Եվ ասում է. բայց ես ձեզ լսողներիդ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին, օրհնեցեք ձեզ անիծողներին եւ աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ նեղություն են տալիս, եւ եթե մեկը երեսիդ մի ապտակ խփի, մյուսն էլ դարձրու նրան, եւ եթե մեկը վերարկուտ հանի վրայիցդ, մի արգիլիր նրան քո շապիկն էլ վերցնելու, քեզանից խնդրողին տուր եւ ով որ քեզանից մի բան վերցնի, ետ մի պահանջիր, եւ ինչպես ուզում եք որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց, քանի որ եթե քո ձեզ սիրողներին սիրեք, ինչ շնորհք կունենաք, որովհետև մեղավորներն են սիրում իրենց սիրողներին, եւ եթե բարիք անեք նրանց, որ ձեզ են բարիք անում, ինչ գնահատական կունենաք, որովհետև մեղավորներն են նույնն անում, եւ եթե փող եք տալիս նրանց ումից ետ առնելու հույս ունեք, ինչ արժանիք կունենաք, քանի որ մեղավորներն են մեղավորներին փող տալիս, որ նույն չափով ետ վերցնեն, բայց դուք սիրեցեք ձեր թշնամիներին եւ բարիք արեք ու փող տվեք ոչինչ չակնկալելով, եւ ձեր վարձը շատ կլինի եւ դուք բարձրյալի որդիներ կլինեք, որովհետեւ նա բարի է ապերախտների եւ չարերի հանդեպ, ուրեմն ողորմած եղեք, ինչպես ձեր հայրն էլ ողորմած է, մի դատեք եւ չեք դատվի, մի դատապարտեք եւ չեք դատապարտվի, ներեցեք ու պիտի ներվի ձեզ, տվեք ու կտրվի ձեզ, մեծ չափով թխմված, թափ տրված, հորդելով կլեցնեն ձեր գոգը, որովհետև ինչ չափով որ չափեք, նույն չափով կչափվի ձեզ, ամեն։ Թող Տեր օրհնի Սուրբ խոսքը։ Այստեղ Տեր Հիսուսը խոսքը ուղղում է իրեններին եւ ասում, բայց ձեզ ասում եմ, լսողներիդ, այսինքն նրանց, ովքեր ականջ են տալիս կյանքի խրատներին, եւ շարունակում է ասելով, սիրեցեք թշնամիներին, սիրեցեքը լավ էր այնքան ժամանակ, միջև խոսքը հասավ թշնամիներին կամ հերթը հասավ թշնամիներին սիրելը, չէ՞։ Արդյոք հնարավոր է սիրել թշնամիներին։ Հնարավոր է բարիք անել ատողներին, օրհնել նրանց, ովքեր քեզ անիծում են, քեզ հայոյում են, կամ աղոթել նրանց համար, ովքեր քեզ նեղություն են տալիս։ Արդյոք հնարավոր է այսպիսի կյանք ապրել։ Իհարկե դժվար է, ես կասեի գուցե անհնար է մարդկային տեսանկյունից։ Ինչպես կարելի է, որովհետև այսպիսի հոգեվիճակը խոսում է բարձրագույն բարոյականության մասին, բարձրագույն արժեքների մասին։ Մարդ պետք է Աստծո բնությունը ունենա իր մեջ, որպեսզի կարողանա այս խոսքերը ապրել։ Կարդալը շատ հեշտ է, դերևս քարոզելը նույնպես, բայց կյանքում լինել այդպիսին դժվար է։ Դժվար է ուրանալ անձդ, ուրանալ քո եսը։ Մեկ խոսքով այսպիսի բարձր բարոյական հատկանիշներին հասնելու համար պետք է մարդ առնվազն մեռած լինի կամ մեռած համարվի, բայց ինչպես։ Նայեցեք հաջորդ համարներին, եթե մեկը երեսիդ հարվածի, ինչպես կարդացինք, մյուսը դարձրու նրան, եթե մեկը վերարկուտ հանի վրայիցդ, շապիկդ էլ մի արգիլիր, որ վերցնում է։ Քեզանից խնդրողին տուր եւ ետ մի պահանջիր, ինչ է սա նշանակում սիրելիներ, ինչպիսի կանոններ են սրանք, ինչպիսի վիճակներ են, որ պետք է մենք այս հոգին ունենանք, այս կյանքը ապրենք։ Միթե Տեր Հիսուսը սովորեցնում է մեզ, որ մենք լինենք թույլ, մենք լինենք անինքնասեր մարդիկ, միթե նա սովորեցնում է մեզ, որ հանձնվենք մարդկանց չար ցանկություններին եւ մեր նկատմամբ ոտնձգություններին, թույլ տանք, որպեսզի մարդիկ մեր հետ վարվեն այնպես, ինչպես կամենում են, եւ ոչ մի հակադրություն չցուցաբերենք։ Մարդկային բնական միտքը այսպես չի կարծում։ Բնական մարդը անպայման կհակադարձի, կպատասխանի, թշնամու հետ թշնամաբար կդիրքորոշվի, անիծողներին ինքն էլ կանիծի եւ կհայոյի, եւ այլն, հաշվի հարդար կտեսնի նույնիսկ։ Սակայն հոգևոր մարդը կվերաբերվի այնպես, ինչպես խոսքն է սովորեցնում, կվարվի այնպես, ինչպես Հիսուս կվարվեր, կգործեր այնպես, ինչպես Հիսուս կգործեր։ Մի այսպիսի ֆիլմ կար ամերիկյան, տարիներ առաջ տեսնում ենք եւ շատ տարածված էր, ինչ կաներ Հիսուսը, ինչպես կվարվեր Հիսուսը։
այնպես էլ Հիսուսին հետևորդներն են վարվում։ Այս բանը մարդկային ջանքերից կախյալ չէ, սիրելիներ։ Դժվար բաների մասին ենք խոսում։ Մարդկորեն սա ուղղակի անհնարին է, մարմինը ընդունակ չէ պահել այս խոսքերը, բայց միայն այն դեպքում, երբ թույլ տանք, որ Աստծո Սուրբ Հոգին մեզանում ներգործի, մեզանում իր իշխանությունը տարածի, երբ Հոգին է մեզ միացնում խաչյալ Քրիստոսի հետ, երբ մեր հին մարդը մեռնի մեռնող Փրկչի հետ, այնտեղ կկատարվի կարևոր մի բան, որ նրա հետ էլ հարություն կառնենք։ Այսինքն պատասխանը կայանում է մահվան մեջ, որովհետև ավետարանի կենտրոնական թեման մահն է։ Մինչև չմեռնես, հարության մասին խոսք լինել չի կարող։ Մահն է, որ հարություն է արտադրում։ Մինչև չմեռնի մեր հին բնույթը, նորը չի կենթանանա, նորը հարություն չի առնի, նոր մարդու հարությունը արդյունքն է հնի մահվան։ Այսօր ոմանք ուզում են հնի հետ միասին նոր կյանքով ապրել։ Չեն ուզում, որ եսին մեռնել։ Եվ տեսնում ենք, որ շատերը ձախողվում են, երբ որ ուզում են այս երկու կյանքերը միասին ապրել։ Ինչ որ բաներ չի ստացվում սիրել ուրիշներին, ներել վիրավորանքները, օրհնել նեղություն տվողներին եւ այլն, ինչը որովհետեւ հին մարդը նորի հետ են ուզում քայլեցնեն։ Սա նման է հին տիկերի մեջ նոր գինին պահելը, որը անհնար է կպատրվի տիկերը։ Որովհետեւ եսից չեն ուզում հրաժարվել, առանց Գողգոթայի վերին տեղերում չես կարող հայտնվել, առանց խաչի, առանց զոհաբերության հարություն չկա, սիրելիներ։ Որովհետև եսից չեն ուզում ձերբազատվել, շատ հաճախ աղոթում են, ով Տեր ինձ Սուրբ Հոգով լեցրու։ Սա վտանգավոր աղոթք է, սիրելիներ, երբ որ Սուրբ Հոգով լեցվում ենք, մենք արդեն մեր անձի տերը չենք, որովհետև Սուրբ Հոգին մարդուն ցույց է տալիս խաչի ճանապարհը, եսի ուրացումը, հոգևոր մարդու ապրումները, սա նշանակում է ես պետք է հրաժարվեմ իմ եսից, իմ անձնական գաղափարներից, իմ անձնական կյանքից, այլ Քրիստոս ապրի իմ մեջ, ինչպես Պողոս առաքյալը հայտարարեց ասելով, ապրում եմ ոչ թե ես, այլ Քրիստոս կապրի իմ մեջ։ Գաղատացիս 2:20, որովհետև ես նրա հետ խաչ է ելա, Քրիստոսի հետ խաչ է ելա, ապրում եմ, բայց ոչ թե ես, այլ այդ Քրիստոսը, խաչյալ հարուցյալ Քրիստոսը իմ մեջ կապրի։ Նրա հետ միացված հավատացյալը տեսնում այնպես, ինչպես Քրիստոսն է տեսնում։ Նրա հետ միաձուլված հավատացյալը կսիրի նույնիսկ թշնամիներին, կորտնի անիծողներին, բարիք կանի բոլորին, չի արգելի ուզողներին, որովհետև ինքը մեռած է այլևս։ Իր բնական կազմությունը քայքայված է, բայց կենթանի է Աստծո համար, որովհետև իր մեջ ապրողը Քրիստոսն է, իր մեջ ապրողը հարուցյալ Քրիստոսն է։ Եվ իր մեջ հոժարությունը Քրիստոսն է, իր մեջ մտածողը Քրիստոսն է, իշխանությունը Քրիստոսն է, իր զորությունը նրանից է։ Երկար տարիներ առաջ բազմաթիվ որբերին հայրություն արած օրինակելի քրիստոնյա եւ ավետարանի, ինչպես մեր սիրելի եղբայրը բազմաթիվ որբերին հայրություն արեց։ Ջորջ Մյուլլեր անունով ավետարանիչ եւ Աստծո հավատարիմ մի ծառա մի օր նրան հարց տվեցին։ Ջորջ Մյուլլերին հարց տվեցին. Ինչպես է, որ այսքան տարի նվիրված եք Աստծուն, որ ապրում եք այսքան օրինակելի քրիստոնեական կյանք, այսքան հոգատար եք երեխաների նկատմամբ եւ այսքան հավատարիմ եք, ինչու՞մն է գաղտնիքը։ Եվ Մյուլլերը պատասխանում է, որովհետեւ այսինչ թվականին, այսինչ օրը, այսինչ վայրում Ջորջ Մյուլլերը մեռավ, գաղտնիքը մահվան մեջ է կայանում։ Եվ գաղտնիքը եսին մեռնելն է։ Այս բարոյական որակները, սիրելիներ, որ թվարկեցինք, վերաբերվում են հավատացյալին, ով միացված է կամ միաձուլված է Հիսուս Քրիստոսի հետ, որովհետև թշնամուն սիրելու համար պետք է ավելի ուժ ունենաս, ավելի հերոս լինես։ Սա վախկոտության, թուլության, տկարության հարց չի, ոմանք մտածում են, որ քրիստոնեական կյանքը կամ քրիստոնեություն առհասարակ թույլերի կրոնն է, ովքեր որ ինքնասիրություն չունեն, ավելի տկար են, ավելի վախկոտ են, բայց երբեք ոչ եւ ոչ, սիրելիներ։ Քրիստոնեական կյանքը հերոսների կյանքն է։ Քրիստոնեությունը քաջերի եւ խիզախների կրոնն է, եթե որպես կրոն համարենք։
Տիմոթեոսին ուղված նամակում Պողոս առաքյալը գրում է. Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ ողջամտության հոգին տվեց։ Երկրորդ Տիմոթեոսին առաջին գլուխ 7-րդ համար։ Որպեսզի օրհնենք անիծողներին եւ վրեժխնդիր չլինենք նրանց հանդեպ։ Երբ որ մենք ավելի բարձր ենք, Աստված մեզ երբ որ բարձրացնում է, մենք կարողանում ենք մեզ նեղություն տվողներին, հարվածողներին, անիծողներին ներել, որովհետև ներելը բնորոշ է մեծ մարդկանց, ազնվագույն մարդկանց եւ գաղտնիք այստեղ է ներված մարդկանց։ Երբ որ ներված ես, կսովորես ներել։ Գտել ես ողորմություն, դու էլ ողորմած կլինես։ Շնորհք ստացար, դու էլ շնորհարատ կլինես, դու էլ շնորհքով կվերաբերվես։ Քրիստոսի սերը ճանաչեցիր, դու էլ կսիրես։ Ինչպես ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու պետք է անես, սա է օրենքը, սա է ոսկե կանոնը, այսպես ասած։ Եվ գրված է, ինչպես կարդացինք, երբ որ վերարկուտ վրայից ուզեն հանել, շապիկդ էլ մի արգիլիր, այդպես կարդացինք։ Սա գիտեք վերաբերվում է ավելի բարձր, ավելի որակական հոգևոր արժեքներին, որ պետք է ունենանք։ Եթե մեկը քո վերարկուտ հանի վրայից համաձայնվիր եւ մի հակառակվիր, որ շապիկդ էլ վերցնեն։ Ոմանք նեղսրտվում են եւ խռովում են չնչին բաներից։ Շատ շուտ նեղացկոտ են, որ նման է մոծակի խայթոցին, եթե բաղդատենք սև կարիճի հետ, խայթոցի հետ, ինչը ցույց է տալիս հոգևոր ցածր մակարդակ։ Սա նշանակում է, որ նյութական արժեքներից ավելի կարևոր է հոգևորը, որ մենք կարճած չենք ժամանակավորից, նյութեղենից եւ անցողիկից, որ մենք Աստծո փառքի համար հոժար ենք զիջելու այս բոլորը նույնիսկ մեր վերարկուն, որոնք նյութեղեն են, որոնք անցողիկ են եւ փտտելու եւ փչանալու հատկություն ունեն։ Եվ գալիս է այնտեղ շապիկը, որ ավելի մեր մարմնին կպած է, որ ավելի մեզի կարևոր է, մեզ ավելի մոտ է։ Վերարկուն մի քիչ մեզանից հեռու է, չէ՞։ Շապիկ, հետո նոր վերարկու։ Երբ որ վերարկուտ են ուզում հոժարիր եւ մի արգիլիր շապիկը դել, երբ որ վերցնում են 10 նրանց, ավելի մեզ կպած է ֆիզիկական մեր մարմնին, քան վերարկուն, սակայն պետք է հոժար լինենք դա էլ կորցնելու լավագույնի համար։ Եբրայեցիս նամակում եբրայեցի հավատացյալներին վերաբերյալ կարդում ենք հետևյալ խոսքերը Եբրայեցիներին 10-րդ գլուխ 34-ից 37 համարները, եւ այստեղ Եբրայեցի գրքի հեղինակը գովում է եւ խրախուսում է եւ ցույց է տալիս, ներկայացնում է մեզի նրանց հավատարմությունը։ Գրված է, որովհետեւ եւ կապանքների մեջ իմ նկատմամբ կարեկից եղաք եւ ձեր ունեցվածքի հափշտակությունը ուրախությամբ ընդունեցիք։ Հափշտակվեցին մարդիկ, բայց ուրախությամբ համարեցին, ուրախությամբ ընդունեցին իրենց հափշտակվելը, իմանալով, որ ձեզ համար ավելի լավ ու մնայուն հարստություն ունեք երկնքում։ Ուրեմն մի կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ ուրեմն համբերություն է պետք, որպեսզի Աստծո կամքը կատարելով խոստումը ստանաք, քանի որ մի փոքր ժամանակ եւս եւ նա ով գալու է կգա եւ չի ուշանա։ Եվ այստեղ լերանք հարոզի մեջ սիրելիներ, սրանք հասարակ եւ հեշտ խոսքեր չեն, կարևոր, լուրջ, վեհագույն խոսքեր են։ Ավելի խորը, ավելի բարձր, բարոյական եւ հոգեվոր որակների մասին այստեղ խոսքը գնում։ Պատահական չէ, որ Տերը այս օրինակները բերեց, սրանք բաներ են, որոնք անմիջական են եւ կապ ունեն մեր ինքնասիրության հետ։ Ավելի խորը մեր եսի հետ, մեր էգոյի հետ, մեր ներքին զգացումների եւ նույնիսկ մեր անձնական եւ անմիջական հագուստի հետ։ Սակայն այս որակները ապրելու համար պետք է դարձյալ հիշենք, որ պետք է մեռած լինենք եւ հարություն առած եւ միացված, պատվաստված Հիսուս Քրիստոսի հետ, որպեսզի վերին բաների մասին մտածենք։ Գալով հաջորդ համարներին 31-ից սկսած, Տերը խոսեց ոսկե կանոնի մասին, որ ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց։ Ուզում ես բարիք ընդունել, մարդկանց սերը վայելել, ուրեմն նույնը դու պետք է անես։ Սա օրենք է, սա երկնային օրենք է, որը իրագործվում է մեր գործողությամբ։ Սա գործնական քրիստոնեական կյանք է։ Եվ այնուհետև շարունակում է, քանի որ եթե դուք ձեզ սիրողներիդ սիրեք, ինչ շնորհք կունենաք։
Չէ որ մեղավորներն էլ են նույնը անում, իրենց սիրողներին սիրում են, իրենց տեղ տվողներին տեղ են տալիս, իրենց հարգողներին հարգանք են ցույց տալիս, իրենց տուն հրավիրողներին իրանք էլ են, այսինքն ակնկալում են դիմացինից ինչ-որ մի բան։ Ի վերջո, տարբերություն պետք է լինի հավատացյալ անհավատից։ Ինչ վարձ կունենաք դուք, եթե տարբերություն չկա։ Ինչ վարձատրություն կունենաք, որովհետև եթե մարդկանցից վարձ կստանաք, ուրեմն դա է ձեր հասանելիք բաժինը, ձեր վարձատրությունը արդեն դուք ստացաք եւ վերջ։ Եթե մարդկանցից է ձեր ակնկալությունը, ուրեմն Աստծուց վարձատրություն չեք ստանա, քանի որ ձեր սպասումները մարդկանցից էր եւ դուք ստացաք նրանցից։ Ծափահարվեցիք, հյուրընկալվեցիք, ինչպես դուք եք հյուրասիրել եւ այլն։ Դա է ձեր հասանելիք վարձքը կամ շնորհքը որպես փոխհատուցում, բայց հոգևոր մարդու համար վարձը Տիրոջից է։ Ամենայն դեպս հոգևոր մարդու ակնկալությունը Տիրոջից է եւ ոչ թե մարդկանցից։ Եվ ավելի առաջ նայենք մեր վարձքը սիրելիներ, ոչ թե Աստծուց է, այլ Աստված ինքն է մեր վարձատրությունը։ Ավելի խորը նայենք, ավելի մեծ նայենք մասշտաբները։ Երբ որ հասկանում ենք Աստծո սերը եւ բարիք տվողին ճանաչում ենք, բարիքների ակն ու աղբյուրին, հասկանում ենք, որ մեր վարձքը Աստված ինքն է։ Երբ Աբրահամ նահապետը վերադառնում էր պատերազմներից, որ մղվեց իր եղբոր որդու Ղովտի համար, Ղովտին փրկելու համար, թագավորների դեմ դուրս եկավ։ Իր 318 աշակերտներով, ծառաներով, այսպես ասած, գնաց եւ ազատագրեց Ղովտին եւ փրկեց նրան։ Տննդոց 14-րդ գլխում կարող ենք տեսնել։ Եվ երբ Աբրահամը մեծ ավարով վերադառնում էր, նրան ընդառաջ դիմավորելու եկավ Սոդոմի թագավորը, Սոդոմ, Գոմոր, գիտենք քաղաքները, Սոդոմի թագավորը ընդառաջ եկավ, սակայն միջև Սոդոմի թագավորի հետ խոսելը, այստեղ արանքում մեկ ուրիշ մարդու հետ հանդիպում ունեցավ, ում անունը Մելիքսեդեկ էր կամ Մելքիսեդեկ, ով բարձրյալ Աստծո քահանան էր գրված էր, ով բարձրյալ Աստծո քահանան էր եւ կարդում ենք, որ նա արդարության թագավորն էր նաեւ, Մելիքսեդեկ նշանակում է արդարության թագավոր։ Եվ որպես բարձրյալ Աստծո քահանա նա օրհնեց Աբրահամին Աստծո անունով եւ հաց ու գինի դրեց նրա դիմաց, հաց եւ գին այս հաղորդությունը դրեց նրա դիմաց, ինչպես այսօր այս հաղորդության սեղանն ենք տեսնում, եւ օրհնեց Աբրահամին, օրհնեց նրան Աստծո անունով, եւ որից հետո Սոդոմի թագավորը խոսեց Աբրահամի հետ եւ առաջարկեց, որ գերիներին իրեն տա, մարդկային հոգիները իրեն տա, բայց ասեց ավարից ինչ որ քեզ բաժին կա, քեզի վերցրու, մարդկանց ինձ տուր, բայց ավարը քեզի պահե։ Եվ Աբրահամը ասաց նրան. ես բարձրացրեցի ձեռքս դեպի Տերը, բարձրյալ Աստծուն, բնագրով գրված է Էլ Էլիոն, բարձրյալ Աստծուն, ով երկնքի եւ երկրի Տերն է, որ մի թելից միջև կոշիկի կապը ոչինչ չեմ վերցնի քեզանից, որ հանկարծ չասես, որ Աբրահամին ես հարստացրեցի։ Ծննդոց 14, 17-ից 24 համարներ։ Եվ Աբրահամը հրաժարվեց բոլոր նյութական արժեքներից, բոլոր մատերիալներից, ավարից, ինչ որ ինքը իր հետ վերցրել էր։ Բայց այսպես չավարտվեց, այս ամենից հետո Աստված խոսեց Աբրահամի հետ։ Եվ Աբրահամը կարդում ենք, որ այս ամենի մեջ իր կյանքը վտանգի տակ դրեց, իր եղբոր որդուն ազատելու համար, բայց կարող էր նա ինքը ամեն բան կորցնել, նույնիսկ իր կյանքը կորցնել, բայց փոխարեն ոչ մի փոխհատուցում չվերցրեց, նյութական ոչ մի ավար չվերցրեց իրեն որպես բաժին, որպես վարձատրություն, այսպես ասած, ինքն իրեն վարձատրեր եւ հրաժարվեց վարձքից, բայց Աստված խոսեց Աբրահամի հետ։ Եվ ինչ լավ է, որ Աստված խոսում է, գիտեք, վտանգավոր բանը եւ վատագույն բանը նա է, որ Աստված չի խոսում։ Լավ է, բարի է, երբ որ Աստված խոսում է, սա օրհնության միջոց է, սա փրկության ելք է, սա երկնքից իջած փրկություն է, երբ որ Աստված խոսում է մարդու հետ։ Եվ ինչ ասաց մի վախենա Աբրահամ, որովհետև Աստված տեսավ վիճակը, տեսավ Աբրահամի սիրտը, նրա ցանկությունը, նրա շարժարիտները, նրա հավատը եւ ասաց. Աբրահամ, մի վախեցիր, Աբրահամ, մի վախեցիր։ Ես քո վահանն եմ եւ քո մեծագույն վարձատրությունը։
Այսինքն դու որ թողեցիր ամեն բան, իմացիր որ ես այստեղ եմ, Աբրահամ, մի վախեցիր։ Դու բարավ ձեռքերով չես վերադառնալու։ Ես քո վահանն եմ, այսինքն քո պաշտպանությունը, հա? Եվ քո մեծագույն վարձատրությունը, ես եմ քո վարձատրությունը, ոչ թե ես քեզ կտամ վարձատրություն, ես քեզ կվարձատրեմ, ես եմ քո վարձատրությունը ասաց։ Ծննդոց 15 առաջին համար, 15-րդ գլուխ առաջին համար։ Չէ, ոչ թե մեծագույն վարձատրությունը, այլ չափազանց մեծ վարձքը, բնագրով այդպես է գրված։ Չափազանց մեծ վարձատրությունն է, որ աներևակայելի է, սա մարդկային չափանիշներից վեր մի բան է, որ դա ես եմ, Աբրահամ, ուստի մի վախեցիր։ Եվ ինչ ասեց 15-րդ գլխում կարդում ենք, որ Աբրահամին դուրս անեց իր վրանից, ասեց Աբրահամ, իմ պահ դուրս արիր։ Ասեց երկինքն այր, աստղերը կարող ես համրել, քո սերունդդ աստղերի չափ եւ ավելի պետք է շատացնեմ, բազմացնեմ քո սերունդը։ Եվ Աբրահամը գրված է հավատաց Աստծուն եւ այդ հավատքի միջոցով իրեն արդարություն սեփվեց գրված է։ Հավատաց եւ Աստված նրան արդար համարեց։ Ինչու, որովհետեւ հավատաց։ Ասել է թե Աբրահամ, մի պահ դուրս արի քո գաղափարից, քո անձնական կյանքից, քո վրանից, քո անձնական գաղափարներից, քո պատկերացումներից դուրս արի։ Մարդուն շատ հաճախ խանգարում է որ հավատա, որովհետև ինքը շատ եսակենտրոն է։ Եսակենտրոն վիճակը, ինքնակենտրոն վիճակը գաղափար է հանդիսանում, որպեսզի մարդը իրապես կենթանի հավատք ունենա։ Ինչու, որովհետև ինքը ֆիքսված է, կենտրոնացած է իր անձի վրա, իր եսի վրա, իր կարողությունների վրա, իր ուժի վրա, իր մտքի խելքի վրա, իր գաղափարի վրա։ Աբրահամ այդ ամենը թող դուրս արի վրանից, երկինքն այր, եթե կարող ես համրել։ Եվ հավատաց Աբրահամը, եւ այդ հավատք իրեն արդարություն համարվեց։ Սիրելիներ, եթե մեր սպասելիքները, մեր ակնկալությունը Աստված է, այլ ոչ թե մարդկանցից, ապա ես գործնականում կապրեմ քրիստոնեական կյանքը, կապրեմ Աստծո խոսքը։ Եթե Աստված է իմ ակնկալությունը, նրա խոսքերը իմ սրտում կյանքի կկոչի ինձ, Աստծո բանավոր խոսքի ներբնակության միջոցով ես էլ կապրեմ լերան քարոզը, այդ ուսուցումը, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս իմ կյանքի մեջ գա։ Աստծո բանավոր խոսքի ներբնակության միջոցով ես էլ կապրեմ լերան քարոզի ուսուցումները, իհարկե ոչ թե ես, այլ Քրիստոսը, նրա շնորհքը, որովհետև եսը երբեք չի կարող գոհացնել Աստծուն, նրա պահանջները։ Մարդկային ջանքերից էլ կախյալ չի սա, այլ Քրիստոսը, որ բնակվում է իմ մեջ, ինձ կապրեցնի։ Ինչպես ինքն է ուզում, իր կամքի համաձայն ինձ կապրեցնի, որովհետև ապրելը Քրիստոսն է, Փիլիպպեցիս 1:21, որովհետև ապրելը Քրիստոսն է, ասաց Պողոս առաքյալը։ Եվ նորից առաջին Կորինթացիներին 15:10, բայց ինչ որ եմ, գրում է Պողոս առաքյալը, Աստծո շնորհքով եմ, եւ նա շնորհքը, որ իմ մեջ է, իզուր չեղավ, ընդհակառակը նրանցից ավելի շատ աշխատեցի, Պողոս առաքյալը Բաղդադում է մյուս աշակերտների կամ առաքյալների հետ, սակայն ոչ թե ես գրում է, այլ Աստծո շնորհքը, որ ինձ հետ է, շնորհքը ինձ հետ է։ Եթե ուզում եք անձնավորել, անվանակոչել, ինչ է շնորհքը, Հիսուս Քրիստոսն է շնորհքը Աստծո։ Ուստի այս դժվարին խոսքերի լուծումը Քրիստոսն է, նրա կյանքը իմ մեջ։ Գաղտնիքը սա է, որ երբ մենք դեռ մեղավոր էինք եւ թշնամի էինք իրեն եւ հակառակ էինք Աստծուն, նա առաջինը սիրեց մեզ, առաջին քայլը նա արեց։ Գրված է Քրիստոսը մեռավ ամբարիշտների համար եւ Աստված իր սերը մեզի հայտնեց դրանով, որ մենք մեղավոր էինք, Հռոմեացիներին 5:8։ Առաջին քայլը ինքը արեց, որ թշնամի ենք, արժանիք չենք սիրուն արժանանալու, արժանի չենք այդ շնորհքին արժանանալու, սիրվելիք չենք, այսպես ասած, բայց ինքը սիրեց մեզի։ Ինչպես որ ինքը ապրեց եւ գործեց, նույնը Տերը այսօր ապրում է իրենների մեջ, որպեսզի ապրեցնի մեզ իր փառքի համար։ Եվ գալով մեր դիրքորոշմանը, մեր ապրումներին, մեր կարգավիճակին, մեր գործնական քրիստոնեական կյանքին, եթե ներված ես, ուրեմն ներում ես, ողորմություն կտար, ուրեմն ողորմած կլինես, օրհնված ես, ուրեմն կորտնես եւ ոչ թե կանիծես, երկնքում գանձեր ես դիզում, ուրեմն հավիտենականության համար ապրիր, վերին բաների մասին մտածիր, որովհետեւ ինչպես
քրիստիան ազիսկին աղոթեց եւ այս աղոթքը ոչ միայն աղոթք է, այլ այստեղ կարևոր պատգամ ենք տեսնում։ Եվ նա ասում է. «Տեր օգնիր ինձ, լինեմ լույս այս խավար աշխարհի մեջ, որտեղ կռիվ կա, այնտեղ խաղաղություն լինեմ, որտեղ խռովություն կա, այնտեղ հաշտություն, որտեղ ատելություն, այնտեղ սեր տարածեմ, ոչ թե սիրված լինելու յետևից լինեմ, այլ սիրելու, ոչ թե ներված լինելու մարմաճով տարապեմ, այլ ներելու, ոչ թե առնելու, այլ տալու, որովհետև սիրելով է, որ սիրվում ենք, ներելով է, որ ներվում ենք, տալով է, որ ստանում ենք, եւ մեռնելով է, որ հարություն ենք առնում հավիտենական կյանքի համար»։ Սիրելիներ, եւ Աստծո սիրո մեծագույն արտահայտությունը իր որդու զոհաբերությունն է, եւ սա է այդ մասին պատմում, այս սեղանը, հացը եւ գինին, որ Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը եւ արյունն էր, որ կոտրվեց Գողգոթա սարի վրա, խաչի վրա, եւ իր արյունը թափեց որպես փրկագին մեղավորներին փրկելու համար։